Մասի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ով դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման հայտարարություն է տարածել, անդրադառնալով իր դատավճռին ու հայտնելով, որ հոկտեմբերի 28-ին վերադառնալու է Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կմեկնի Բահրեյն մասնակցելու ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին։ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։ Մայրաթոր Սուրբ Էշմիածինը պատշաճ իրազեկմամբ Ստեփան Ասատրյանին ըստ եկեղեցու կանոնների արգելել է կատարել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, այլև այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես եկեղեցու սպասավորներին։ Կառավարությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովանավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքի մասնակից անձանց։ Օրդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովանավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը եւ սրբավայրի հոգեվոր աղոթական մթնոլորտը։ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, հայտնել են Կրեմլից։ Բացի այդ, նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային համագործակցության եւ միջազգային իրավիճակի որոշ ասպեկտների, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։ Վրաստանում մեղադրանքի առաջադրվել նախկին վարչապետ եւ իշխող վերացական երազանքի նախկին առաջնորդ Իրակլի Ղարիբաշվիլին, նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի ապօրինի եկամուտներ ստանալու մեջ։ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Ղարիբաշվիլիի բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է $6.5 միլիոն։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող սպորտային մանրամասնության մեծահասակների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը դարձել է աշխարհի փոխ-չեմպիոն։ Հայ մարզիկը չնայած բավականին երիտասարդ տարիքին 18 տարեկան նվաճել է արծաթե մեդալ։